Սիրելի հետևորդներ, բարևներ, ողջույններ, ինչ եմ պատրաստում, իհարկե արդեն դուք կգուշակեք, գլխի կընկնեք, թե սա ինչ է, հոնն է, քամել եմ, կոճեր չկա ու ջեմ եմ պատրաստում, այնքան համով է, երեկոյան եռացրեցի ու նորից միացրեցի, թող եռա, այնքան համով այդ հոնի թթվային մասը համ քաղցր է, համ թթու է, մի խոսքով առաջին անգամ եմ որոշել, որ հոնից ջեմ պատրաստեմ, թեկուզ մի փոքր բան կա, բայց պատրաստեմ։ Ասեմ, որ շատ համով է, ովքեր այդ թթվաշ հոն սիրում են, հաստատ ջեմը կսիրեն։ Հավեսին եռում է ու բլբլթալ են այն էլ։ Սա նշանակում է, որ արդեն էփել է պատրաստ է, բայց դե թռնում է դես ու դեն։ Հիմա լցնեմ ու փակեմ։ Ինձ թվում մի հատ կես լիտրանոց կլինի, մի քիչ էլ ավել։ Բայց դե ինչքան որ լինի, լինի։ Կողքերը գեղեցիկ մի հատ հավաքեմ, լավ է, չի կպնում կաթսային։ 2 րոպե էլ եռա, մինչև ես պարագաները բերեմ, զակատ-մակատ վերցնեմ։ Ահա։ Թռնում է դես ու դեն, ամբողջը կեղտոտված։ Ես ինչ է լինում, լավ, արդեն անջատեմ, ոյ, մի հատ այստեղ մաքրեմ նոր, ես ինչ եղավ, մի փոքրիկ բան էր, բայց դե ամբողջը սենց թռա, պատեպատ, որ մնաց կսարի դժվար կմաքրվի, ահա, սարը վիճակում է, որ լցեմ, չի խանգարի։ Ինձ թվում է, որ էլի պատրաստողներ եղած կլինեն, այնպես չի, որ ես տենց հորինեցի, որոշեցի, հաստատ ովքեր շատ հոն ունեն, հաստատ իրենք էլ են պատրաստել։ Ես ինչ լավն է։ Մեկ ասա չի հերիքելու, ավելի լավ է մի փոքր էլ լցնեմ, թող լիքը լինի։ Ընտիր։ Սա էլ կուտենք։ Ասեցի, չէ՞, որ հազիվել 1 կես լիտրանոց լինի, մի քիչ էլ ավել։ Ինչը լավ կաթսայից մաքրվում է, այս սիլիկոնը սիրելի հետևորդներ, փակեցի, այնքան լավ ստացվեց, շատ լավ, սա էլ հեսա թեյ եմ դնում, հենց մի քիչ լցնեմ ամանը թող սառի,
թեյ եմ դնում կարակով, տենց խմենք, թեյի հետ խմենք։ Այ մարդ չգիտի ինչ անի, անձրևա դուրսը, անձրևը ուզում ա գա, բայց չի գալի, փոշման մա քիչ։ Այ կողույքի վրա էլ ա թռը։ Ահա, ես ասենց, թեյել խմենք, մորալել։ Նարից ես մեր ստիլ հետևորդներ, ոնց եք, ես հիվանդ եմ։ Ուրախ հիվանդ, Լիլիթը հիվանդ է, հեսա թեյ եմ դնում, որ խմենք։ Երեկ բրթան կաղցիչ։ Հա, թեյ խմենք։ Աշոտ դու խմում ես թեյ։ Լիլիթ Չև ջուրը կերա, ես էլ մի հատ դուրս գամ պատշկամ, ոնց որ թե եղանակը ուզում է խառնել, այնտեղ մասուր ունեմ թռած, ծածկեմ, փակեմ, սոխերի վրա ցելոֆան գցեմ, փակեմ, որ չթրջվի։ Սիրում եմ անձրևոտ եղանակը, մանավանդ որ այդ ամպերը գոռում են ու այս եղանակին շատ հաճելի է սպաս ուտելը։ Հեսա սեզոնը կբացվի, ամեն օր Լիլիթը սպաս կուտի։ Չէ, անձրև չի գալի դեռ։ Արևը մայր է մտնում, բայց ցրտել է։ Ես մտածեցի, որ արդեն անձրև է գալիս։ Լավ չեմ փակի, հենց որ կգա նոր կամ էլ չէ կփակեմ, որ գիշերը կարող է անձրև գա չթրջվի։ Այ մասուրը լցրել եմ այսպես, որ չորանա։ Ինչ ես ուտում։ Ես սենց։ Տակ կանի ես լցնեմ, տակ խմի, որ լավանաս։ Ահա, էդի չի։ Լցնում շատ, չէ ինձ քիսյո։ Սպասի, թող ես կանեմ, խմի, որ լավանաս։ Տենց գույնի։ Բա ինչ գույն ելնի, կանաչ, Չէ։ սև, Պետքա բաց լինի։ մուքա բա, Բաց պետքա լինի։ բաց չի լինում, միշտ, Ահա ես վերցրել։ հա, միշտ նորն ենք հարե, սպասի արիսկոն, քանի հատ լցնեմ, Մի հատ։ հմ, Մի երկու հատ։ Չէ։ տար տակ խմի, որ լավանաս, նստիս տե, կարակ տամ, հաց կարակ ես ջեմի, հեսա ապուր կեփեմ, թու ապերը բերի, աշը բան բերի, սպաս պատրաստենք, հեսա բռնեց անձրև, ուզում է ասել, հեսա անձրև կգա, տեսա, որ ապակին արդեն թրջվեց, եղանակները ցրտեցին, չէ Լիլիթ, ինչ ես նայում, այսօր սիրելի հետևորդներ, մեր գործերը չենք նկարել, բայց շատ ենք չէ աշխատել Լիլիթ, ինչ ենք արել, Շորերն ենք դասավորել։ այո, պահարաններն ենք դասավորել, շորերը դասավորել ենք, ծալել ենք, ամբողջը, շատ գործեր ենք արել, դե իհարկե դա ցույց չենք տվել, չէ Լիլիթ, շատ, այն որ նոր անցել եմ խոհանոց, մտածում եմ ինչ պատրաստեմ։ Ամալյա։ Համով էլ թե ասում ես համով չի։ Համով է, բայց իմն է անհամով։
Դու երևի որ հիվանդ ես, անհամա թվում։ Պետք է մի քիչ մոք լինի, եթե դեղում։ Ստի խմի, որ լավանաս, պիտի շատ հեղուկներ, թեյ խմես, յուտ, կամպոտ, որ լավանաս։ Մի մուկ, մի ձուկ որ ուտես, իսկույն ոտքի կկանգնես։ Ես ինձ սիրուն շալվարա։ Եղան շտատիկի նվերն եմ հակել։ Շատ սիրուն է, լավն է։ Խմի, արագ խմի։ Ես նստել եմ կողքը, բերել եմ այստեղ աշկիս առաջ, որ այդ թեյը խմի, գիտեմ, տանում է սենյակը կամ լցնում է ծաղիկներին, չէ, արդեն ես սովորել եմ Լիլիթի մանկություններին, կամ լցնում է ծաղիկներին, ջրում է ծաղիկները։ Ինքը մի օր Ինչի։ մի օր բանը նստածում դու ասում ես այն դու ես բան արել, գիտեմ, որ դու ես արել, սկսեցիր ամեն ինչ ճիշտ ասես։ Մի փոքր ոսպ եմ դրել, որ խաշվի, աղցան պատրաստ եմ։ Սպասեմ էփում, արդեն զավարը լվացել եմ, ձու, ալյուր, դուր։ Թթվասեր։ Այստեղ խոհանոցում խառը գործերի մեջ ենք։ Են որ խառը գործերի մեջ, մի կողմից նայում եմ ոսպը, որ շատ չեփի, աղցան եմ պատրաստում, ջեռոցը միացրեցի։ Եվ այստեղ արդեն սպասն եմ։ Պատրաստել ջուրն էլ եռացել է։ Կեսն էլ հետո հեսա կլցնեմ։ Լիլիթը հիվանդ է, գոնե իրա սիրած ուտելիքն է, սպասը կուտի։ Սա կարելի է տեղափոխել այս փոքր աչքի վրա եւ այստեղ սպասը։ Կացայի տակը թրջվել էր թշրոցը եւ գալիս է։ Չմոռանամ, որը որի բարեկամն է, որը որից հետո է, չխառնեմ իրար, սիրելի հետևորդներ, չմոռանամ։ Եվ դուք էլ չմոռանաք, բաժանորդագրվեք ու լայքեք։ Որ մաքուր հավեսին տեղ աշխատենք։ Ոսպը արդեն էփավ, քամ է։ Որ ճիշտն ասեմ, ես էլ չգիտեմ ինչ աղցան եմ սարքում, իմ երևակայությամբ։ Իմ երևակայությամբ։ Տապակը բերեցի։
Սա դնեմ այս կողմի վրա թող սաղի։ Հոյնի փոքր պատուհանը կարելի է բացել։ Մաքրուտ գա։ Գազարը լվանամ, գազարել եմ օգտագործելու։ Երկարու կտորներ, որ ճիշտն ասեմ, սենց ավելի հարմար է ինձ, արագ, կրակում են, որ կարկուտ չգա, ամպերը, ապուրը չբարձրանա թափի։ Բուսայուղով եմ տապակում, որովհետև յուղով էլ ենք ոսպը սարքում, բայց այս դեպքում բուսայուղով, որ սառը ձևով մատուցեմ աղցանը, կարելի է տաք ուտել ոսպը, սառը, երկու տեսակով էլ կլինի։ Ու հիմա գազարը։ Եթե տապակվի, սպասը թողեպվի, ես էլ ձուկը ստուգեմ։ Գազարը տապակվում է, ես մի փոքր աղ եմ անում։ Արդեն այստեղ պղպեղը պատրաստ է, մեր խոհանոցում էլ ծուխն է պատրաստ, այսինչ ծուխը անգել, ոսպը տեղափոխեմ այս ամանի մեջ, այստեղ որ սարքեմ աղցանը։ Մենք էպես մի հատ նայենք, ոյ լացս եկով էսիս ծուխեր, ու պատրաստ է ձուկը, լավ է պղել, սպասի ես սենց պոկեմ, գազարը այսպես տեղափոխեմ, լցնեմ ոսպի վրա, բայց բուսայուղը թող մնա, որ բիբարն էլ տապակեմ։ Ասեմ, որ սա ես եմ հորինում, ստեղծում, որ մտածում եմ շատ համեղ կլինի հաստատ։ Վերջում ես բուսայուղը լցնելու եմ վրան։ Սպասին աղ եմ լցնում։ Հաստատ աղի չի լինի, որովհետև թեյի գթալով աղը խառն է, էպվել արդեն, այ մոռացա մի փոքր աղել բիբարին եմ լցնում, դա էլ տապակեմ, այստեղ ինչ եմ ցույց տալի, ուրեմն Աշոտին ասեցի, որ խանութ էր գնացել, համեմ բերի, դե համեմս փոքր է, գնացել է խառը կանաչի է վերցրել, մեջը տենց մանրադիտակով պետք է մանգամ, որ համեմ գտնեմ։
պետրուշկա ունեի, սիրելի հետևորդներ, սամիտ կար, լեհան կար, որ համեմի խաթր, ահա մանրադիտակով մի երկու ճյուղ գտա, դե որ մանրադիտակով մի երկու ճյուղ գտա, ենքան որ համը տա, լավ չի, որ քիչ էր, ինչ անենք, կարևորը համը կտա, Արդեն գազարն էի լցրել և հիմա կավելացնեմ այսպես ամբողջ բուսայուղով, բիբարն է տապակած, ու մի լավ կխառնեմ, սամիտ ու պետրուշկա, մի փոքր ատամիկ սխտոր, են որ սխտորը ամեն թերություն բերում ծածկում եմ, մի փոքր կարմիր պղպեղ, մի փոքր սև պղպեղ, կծու է քիչ լցրեցի, քիչ, ահա, դե տապակելու ընթացքում աղերը լցրել եմ յուրաքանչյուրին, առանձին, բայց հիմա մի հատ էլ կստուգեմ, անե գալիս գնդեվազի թթվասերը պարտադիր, մի փոքր էլ թթվասեր, հիմա կասեք էլ ոնց ես համեղ չի լինի, ընտիր համեղ, սա էլ ոսպով աղցանը, իհարկե տաք է մի քիչ, դնում ենք սառնարան, սառում է, սառելուց հետո ճաշակում վայելում, հեշտ, արագ և յուրահատուկ համեղ, պատրաստեք ու համոզվեք, շատ համով է, ահա, դե ինձ սիրելի հետևորդներս, ձեզ ասում եմ բարի գիշեր, առողջ եղեք, լավ եղեք ու այս աղցանից էլ պատրաստեք, ուզում եմ, որ պատրաստեք և մեկնաբանություններում գրեք, պատրաստեցիք արդյոք, հավանեցիք, թե ոչ, շատ գործեր ունենք, բայց պաուզա տանք, սպասք, ես աշին ուղարկեմ, գնացել էր խանութ, ասի Մաշոտ ջան, համեմ կբերես, խառը կանաչիա բերեմ, երկու ճյուղ համեմ, այդ տղա պետրուշկա, ռեհան, մեր տուն լիքներ, համեմի համար էիմ, են էլ հազիվ տես ճարիմ կցիմ, Լիլիթը ուրիշ կանանչիով չի ուտում, բան չի, անամուր չկուզեք ցեզ, մենակ համեմ, բարի գիշեր, չէ, բարի գիշեր, դա մնացեք,